միլիարդ դրամ են գումարել, ասեք, այստեղ հետաքրքրում է մարդկանց համար որ ավելի բարձր ներդրման ինչ համակարգային կայունության, համակարգի կայունության զարգացման, որ առանցքային ցուցանիշների վրա է ազդել։ Հիմա հետո տեսեք կարևոր որ մարդիկ հասկանան ինչ ներդրումները ինչ հնարավոր հետևանքներ։ Հիմա օրինակը պարզ կա։ Ձմեռամուտին, ձմեռվա նախապատրաստական աշխատանքները չկատարվեց, որի արդյունքում ունեցանք այսքան հոսանքազրկում։ Ես ասում եմ, թվերը կոնկրետ այս տարվանը դեռևս չեն հրապարակել, բայց մենք միշտ կա, չէ, խոսքը ես միշտ եմ ասում, հեծում երկիշխանություն է։ Բնականաբար մենք ինչ ուզում ունենում ենք։ Այսպիսի խնդիր չունենք, իհարկե օրենքով թույլատրելի, հիմա ամեն բառուտ առն չէ, ման գալիս մարդկանց ասածի տակ, օրենքով թույլատրելի այսպես ինֆորմացիաների վերաբերյալ, որտեղ սա փակախտ ինֆորմացիա է, բայց անցած տարվան ինքը որ հրապարակել էր, մերը կոնկրետ հրապարակում եմ կայքից, մեր տված այն ժամանակվա ինֆորմացիան։ Բնականաբար ներդրումները ճիշտ եւ թիրախային չկատարելու դեպքում այդ վիճակը պետք է լինի։ Այստեղ խնդիրը եւս մեկ անգամ այլ բանի մեջ է։ Ինչ վիճակում ես վերցրել ապրանքը կամ գույքը կամ ընդհանրապես ակտիվը եւ այսօր ինչ վիճակում է։ Այստեղ պետք է գնահատել ինչ վիճակում ես վերցրել, հիմա ինչ վիճակում է եւ այդ արանքում կատարված աշխատանքը։ Ահռելի աշխատանք է կատարվել։ Դուք պատկերացրեք այնքան վատ վիճակ լինի, որ այսքան աշխատանք կատարելուց հետո ու պրիտոմ առանց սակագնի բարձրացման, որովհետև ես մեկ առիթով ասել եմ, եթե սակագնի բարձրացումը խնդիր չլինի, այս 10 տարվա ընթացքում մենք կունենայինք եվրոպական ամենալավ այսպես մակարդակի էլեկտրական ցանցեր։ Բայց շատ դժվար է, երբ որ դու սակագինը չես բարձրացնում, եւ այդ փոքր սակագնի պարագայում, այսպես ասած, դու պետք է այդ աշխատանքները կանես եւ երբ որ քաղաքական իշխանությունների կողմից հայտարարվում է, որ Հայաստանում հոսանքի սակագինը ամենաբարձրն է, եթե չեմ սխալվում, թե ամենաբարձրից մեկն է պրոսովետական երկրներում, շատ հետաքրքիր հարց է առաջանում, այդ անձինք, որոնք հայտարարում են, իրենք գիտեն ով է սակագինը հաստատում, թե չէ։ Այսինքն մի պետական չինովնիկ հայտարարում է մի բան, որի այսպես պետական կազմակերպության որոշման տիրույթում է, լավ մտածում է, թե չի մտածում։ Իմ կարծիքով մտածում է ուղղակի այդպես, դե ոչինչ։ Մի առիթով ասել եմ, լողանանք կանցնի էլ։ Այսինքն ինչ է ստացվում։ Հեծը որևիցե կերպ սակագնի հետ, որպես այդպիսին վերջնական արդյունքի վրա ազդել չի կարող։ Սակագինը հաստատում է վերջնական հանրային ծառայությունների կարգով հանձնաժողովը։ Այդ տիրույթում գտնվող ընկերությունները կարող են հայտով դիմել սակագնի բարձրացման կամ իջեցման։ Հիմա եթե մենք ունենք ամենաբարձր սակագինը, դրա առաջին մեղավորը ով է։ Փորձում են մեր անտեղյակ հայրենակիցներին բերել բացատրել, որ Սամվել Կարապետյանը կարող նստել մի հատ հրաման ստորագրել, ասել, «Վсё, սակագինը այսքան է կամ այսքան չի»։ Իրենք են հաստատում, այսինքն եկեք մի եզրակացություն անենք, եթե իրենք իրականում ճիշտ են ասում, որ Հայաստանի Հանրապետությունում, էներգետիկ ռեսուրսներ չունենք, միշտ չունենք, այդ չեն քննարկում։ Եթե իրականում Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձրից մեկն է, դրա համար թիվ 1 մեղավորը քաղաքական իշխանությունն է։ Վերջ։ Չնայած որ հանձնաժողովը անկախ է, բայց իմ կարծիքով միայն թղթի վրա է անկախ, վերջ իրադարձությունները ցույց տվեցին դա։